Մենք Սահմանադրական դատարանի նաև խնդրել ենք մի պարզ վարժության լուծումը, թե ֆինանսների նախարարությունը եւ մարզպետարանները եւ համայնքները մեզ տրամադրեին տվյալ, թե օրինակ 2025 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը որքան պարգևավճարներ, լրավճարներ, սոցիալական օժանդակություն, նվիրատվություններ եւ այլն այս թիվը ինչ ծավալ է կազմել 25 թվականի նույն ժամանակահատվածում եւ 26 թվականի նույն ժամանակահատվածում։ Սահմանադրական դատարանը այս հարցի ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել։ Կարծում եմ պատճառը ինչի չի ձեռնարկել առավել քան ակնհայտ, որտեղ պատասխանն է ակնհայտ։ Միաժամանակ իհարկե հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածում մենք ունեցանք իրապես աննախադեպ մի իրավիճակ, երբ ամենամեծ ընտրախախտումներից մեկը նաև կատարում է հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այստեղ անկեղծորեն եմ ասում, առաջարկում եմ որևէ կերպ նշանակություն չտալ ընտրական օրենսգրքի մեկնաբանման, տակտիկական քվեարկություն նման երևույթներին խնդրում եմ անտեսել։ Մի պարզ պատճառով։ Վարչական դատարանը իր վճռով ուղիղ գրել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է կազմակերպել վերաքվեարկություն։ Ստիպված է։ Այսինքն այստեղ կամ վարչական դատարանը պետք է լուծարվի Հայաստանում, որովհետև վարչական դատարանի վճիռը կարող է իրավական նշանակություն չունենալ։ Կամ թող արձանագրվի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական դատարանից վեր մարմին է։ Թող փոխվի օրենսդրությունը այդ դեպքում։ Մենք խոսում ենք ի դեպ շուրջ 2500 պոտենցիալ ընտրողների քվեի մասին, որտեղ պետք է տեղի ունենար վերաքվեարկություն։